Ըստ խնդրի 6-ի A և 6-ի B դասարանների յուրաքանչյուրում կա 30-ական աշակերտներ, ընդ որում ամեն դասարանում կա 15 տղա և 15 աղջիկ։ Այն բանից հետո, երբ 6-ի B դասարանից 10 աշակերտ տեղափոխվեց 6-ի A դասարան, A դասարանում տղաների քանակը դարձավ 40%։ Պահանջվում է գտնել, թե որքան դարձավ 6-ի B դասարանի տղաների տոկոսը։ Շատ լավ։ Նախ եկեք մեր տվյալները այստեղ լրացնենք։ 6-ի A դասարանում կա 15 տղա, 15 աղջիկ և 6-ի B դասարանում կա կրկին 15 տղա, 15 աղջիկ։ Հիմա 10 աշակերտ տեղափոխվեց 6-ի B դասարանից 6-ի A դասարան։ Ու արդյունքում 6-ի A դասարանում մեզ մոտ 40 աշակերտ է։ Եվ գիտենք, որ տղաները 40%-ն են կազմում։ Նկատենք, որ մինչև այդ տղաները 50%-ն էին կազմում, դե որովհետև 15 տղա, 15 աղջիկ իրար հավասար էին։ Շատ լավ։ 40 աշակերտ, որոնց 40%-ը տղա է։ Շատ լավ։ Ինչ պետք է անենք խնդրի լուծման համար, սա թեթև համառոտագրություն էր, դեռ նշանակումներ էին կատարում։ Դե ամենակարևոր քայլը նախ եկեք հասկանանք, թե այս 10 աշակերտները, այս 10 աշակերտներից քանիսն են եղել տղաներ և քանիսը աղջիկներ։ Ու դա մենք կարող ենք միայն պարզել, որոշելով, թե 6-ի A դասարանում քանի տղա և քանի աղջիկ կա։ Եվ դա նույնպես կարող ենք անել, որովհետև տղաների տոկոսայնությունը գիտենք և գիտենք ընդհանուր աշակերտների քանակը։ Եկեք քայլ 1-ով հենց դա էլ հաշվենք։ 6-ի A դասարանում տղաների և աղջիկների քանակները։ Շատ լավ։ Նշեցինք այստեղ հիմա 40 աշակերտ է, որոնց 40%-ը տղա է։ Ուստի տղաները կլինեն 40% դե ակնհայտ մաս ենք դարձնում և բազմապատկում ընդհանուր քանակով։ Արդյունքում ունենք 16 տղա և աղջիկների քանակը արդեն կլինի, կարող ենք կամ 60%-ով հաշվել, կամ ուղղակի 40-ից հանել 16։ Նույն տիպն ենք ստանալու, նույն պատասխանն ենք այստեղ ստանալու 24։ Հիմա մենք գիտենք, որ 6-ի A դասարանում այդ 10 աշակերտների տեղափոխվելուց հետո 16 տղա կա և 24 աղջիկ կա։ Շատ լավ, և սա մեզ ինչով օգնեց։ Սա օգնեց նրանով, որ մենք գիտենք, թե այս 10 աշակերտները ովքեր են եղել։ Մենք գիտենք այդ 10-ից քանիսն են եղել տղա և քանիսը աղջիկ, որովհետև ի սկզբանե 6-ի A-ում 15 տղա էր և դարձավ 16 տղա, ուստի մի տղա է ավելացել, և 15 աղջիկ էր 24 դարձավ, հետևաբար ևս 9 աղջիկ է ավելացել։ Ուստի 10 աշակերտներից 1 տղա և 9 աղջիկ։ Մի քիչ սխալ է 10 աշակերտների արտահայտությունը, ուղղակի 10 աշակերտները։ Այդ տեղափոխված 10 աշակերտների մասին է, նրանցից մեկը տղա է և 9 աղջիկ է։ Հիմա հետևաբար մենք պետք է նախ հասկանանք 6-ի B դասարանում քանի տղա մնաց, որովհետև հենց դա է պահանջվում գտնել, որքան դարձավ 6-ի B դասարանի տղաների տոկոսը։ Գտնենք նախ քանի տղա մնաց, հետո հաշվենք, թե նա ընդհանուրի որ տոկոսն է։ Այլ երկուսով արդեն այդ գործողությունն ենք անում 6-ի B-ում և արդեն գտնենք քանի տղա մնաց, դե 15 տղա էր, մի տղա գնաց, 14 տղա։ Եվ աղջիկների քանակը մեզ հետաքրքիր չէ, մեզ հետաքրքիր է ընդհանուր քանի աշակերտ կա։ Եվ կա դե 30 աշակերտ էր, 10-ը գնաց 6-ի A դասարան, ուստի 20 աշակերտ։ Տղաների տոկոսայնությունը մեզ մոտ կլինի դե 14 տղա 20 աշակերտից, այսինքն 14 20-րդ մասն են, դա էլ բազմապատկում ենք 100-ով և արդյունքում ունենում ենք 70%։ Այսինքն 6-ի B դասարանում տղաների տոկոսայնությունը դարձավ 70։
տղաները կազմում են դասարանի 70%-ը։ Շատ լավ, արագ ամփոփանք խնդիրը, ինչ արեցինք մենք այստեղ, դե տվյալներն էր պետք հասկանալ ու հասկանալ ինչ տեղափոխություն է կատարվել, այս 10 աշակերտները տեղափոխվել են ու եթե մեզ պետք էր իմանալ, թե 6-ի B դասարանի տղաները քանի տոկոսն են կազմում, նախ պետք էր նրանց քանակը իմանալ, դե ընդհանուրի քանակը գիտեինք նրանից, որ 10 աշակերտ տեղափոխվել է։ Ուստի կոնկրետ տղաների քանակի վրա պետք է ֆիքսվեինք, դրա համար էլ մեզ անհրաժեշտ էր իմանալ, իսկ 6-ի A դասարանում քանի տղա դարձավ, դե դա էլ կարողացանք գտնել այս 40 աշակերտ եւ 40%-ից։ Ուղղակի գտանք, թե տղաները քանիսն են 6-ի A դասարանում դարձել տեղափոխումից հետո, հասկացանք քանի տղա է տեղափոխվել 6-ի B-ից 6-ի A։ Նույնիսկ այս աղջիկների քանակը անհրաժեշտ չէր, հավելյալ գործողություն կարելի է համարել այս դեպքում։ Հասկացանք, որ ընդամենը մի տղա է տեղափոխվել 6-ի B-ից, ուստի 14 տղա կա, բայց ընդհանուր 10 աշակերտ էր դուրս եկել, ուստի 20 աշակերտ է մնացել։ Եվ հաշվելով մասը, բազմապատկելով 100-ով, գտանք, թե քանի տոկոս են կազմում 6-ի B դասարանի տղաները, ամբողջ դասարանի։ Այսքանով խնդրի լուծումը կարող ենք ավարտել։